Շատերս ենք ընկնում կյանքում, բայց ոչ բոլորս ենք տեսնում ոտքի կանգնելու ամենահզոր զենքը, որը սխալ օգտագործելիս ընկածին ավելի կգցի, ճիշտ օգտագործելիս կբարձրացնի։ Շատ ասույթներ կան, չէ, որոնք հաճելի են մեր ականջին, երբ ընկած վիճակում ենք, պայքարում ենք, ընկնելիս ես ճանաչում ընկերներիդ կամ հակառակը, ընկնելիս բոլորն են ցանկանում օգնել, իսկ իրական ընկերները ուրախանում են քեզ հետ հաղթանակած օրերին։ Այս բոլոր ասույթների մեջ էլ ճշմարտություն կա, ոչ ոք չի երգում, բայց երբ ընկած ես, միայն ասույթները մի տեսակ բավարար չեն ոտքի կանգնելու համար։ Ինչ որ բան կա, որ խանգարում է ոտքի կանգնել։ Ինչ որ բան պետք է անել ու չենք անում կամ չի կարելի անել ու անում ենք։ Ո՞րն է այդ բանը։ Մարդիկ ասում են, վայ, բա որ իմացան ընկել ես ամոթը, խայտարակ կլինես, քեզ ոչ ոք չի հարգի։ Եթե ինձ պետք է հարգեն միայն նրա համար, որ ես երբեք չեմ ընկնում, ուրեմն նախ նման մոլորված մարդիկ ավելի լավ է չհարգենել, որովհետև մենք բոլորս ենք ընկնում, այդ թվում նաև այդ մարդիկ։ Պարզապես ոմանց ընկնել իմանում ենք, ոմանցը ոչ։ Ստացվում է, որ մարդիկ մեզ կարող է չհարգեն ոչ թե այն պատճառով, որ մենք էլ ենք ընկնում, այլ այն պատճառով, որ մեր ընկնելու մասին իրենք իմացան։ Կարծում եք, եթե չիմանային, մտածելու են մենք երբեք չենք ընկնում։ Իհարկե ոչ։ Իրենք էլ գիտեն, որ ընկնում են բոլորը։ Պարզապես քանի դեռ չեն լսել մեր ընկնելու մասին, իրենց մտքում մեզ պատկերել են ոչ որպես ընկնող, ընկճվող կամ սխալական մարդ, այլ, ինչպես ասում ենք, մեզ աստվածացրել են։ Ստացվում է, որ մարդը, ով իր մտքում մեզ աստվածացրել է, կարող է հիասթափվել իմանալով, որ մենք իր նման մարդ ենք ու չենք համապատասխանում իր մտքում մեր մասին ստեղծած առասպելական կերպարին։ Հիասթափվել մեզանից, որովհետև չենք համապատասխանել իր մտքում հորինած կերպարին։ Դա սովորաբար հնչում այսպես. իսկ ես միշտ կարծել եմ, թե դուք երբեք չեք ընկնում։ Ես քեզանից չէի սպասի։ Դու ինձ մոտ այլ տպավորություն էիր թողել, դա մի տեսակ քեզանից չէր։ Զգում եք, ես կարծել եմ, ես քեզանից չէի սպասի։ Ինձ մոտ ես տպավորություն թողել։ Ոչ թե խոստացել էիր ու չէիր արել, այլ տպավորություն էիր թողել։ Քեզ օրինակ տեսել ես գաստ քայլելիս, ժպտալիս, տպավորվել է, որ դու երբեք չես սխալվում, ու հիմա էլ ակնարկում է, որ մենք հիասթափեցրեցինք իրեն։ Օրինակ, եթե իր մտքում պատկերացնի մենք թռչել գիտենք, հետո իմանար, որ թռչելու ունակ չենք, պիտի հիասթափվեր ու չհարգեր մեզ։ Նման մարդիկ ապահովում են կեղծ ծափահարություններ, կեղծ լայքեր, կեղծ դիտումներ, որոնց վրա դու հենվում ես, իսկ հետո նույն մարդիկ չգիտես ինչից հիասթափվում են ու քեզ հարվածում են թիկունքից։ Ձեզ նման մարդիկ պետք են, ինձ ոչ։ Իսկ ինչու եմ ասում նման մարդկանց մասին։ Մենք ամաչում ենք, որ մարդիկ չիմանան, որ սխալվել ենք։ Մենք այնքան ենք տարվում մեր սխալների մասին ամաչելով, որ չենք մտածում, թե այդ ով է, որ մեզ պիտի երեսով տա, որ սխալվել ենք։ Այդ որ անսխալ մարդն է, այդ մարդը ամեն առավոտ արթնանում է միանգամից լվացված, սանրված, դիեզերքի մեկ այլ քաղաքակրթության մասնիկն է։ Ով է այդ ոտքերն ամպոտ մարդը, որ զարմանում է, որ ես կարող եմ քայլելիս ընկնել, որ հիասթափվում է ինձանից ու քեզանից, որովհետև մենք կարող ենք ծարավել, կարող ենք հաղթել, պարտվել, օգնել, օգնություն խնդրել։ Ով է այդ իղծի անդերը, չեք մտածել։ Իհարկե ոչ։ Ասում եմ, չէ, մենք երբեմն այնքան ենք մեր ատամները կրճտացնելով փորձում թաքցնել մեր սխալը արհեստական ժպիտի տակ, ներսում կուլ տալիս մեր արցունքները, որ չենք էլ մտածում դիմացինը 10 րոպե առաջ ավելի վատ սխալ է գործել ու հիմա խորտակված վիճակում է։ Գաղտնիքն այլ տեղում է։ Պարզապես դու ամաչում ես, ինքը ոչ։ Խելացիներն են մտածում ու ամաչելով ծածկում իրենց խնդիրները։ Ճանկռելով փորձում են միայնակ հաղթահարել դրանք։ Իսկ հիմար մարդը չի ամաչում TikTok-ում իրեն խայտարակելուց։ Ինքը չի մտածում, որ դու կարող ես չհարգել իրեն, որ գումարի համար ինչեր է անում տեսախցիկի առջև կանգնած։ Ուրեմն ընկածին բարձրացնող կամ ընկածին ավելի գցող գործիքը ամաչելն է։ Ամոթի զգացումը վատ բան չէ։ Ոչ ոք չի ասում, եկեք ապրենք անամոթաբար։ Խնդիրն այդ զգացումը տեղին օգտագործելու մեջ է։ Ես այն մարդն եմ, ում կյանքը սկզբից մինչ օրս ընկնելու ու բարձրանալու մասին է։ Ես միշտ ասել եմ, ինչի մասին խոսում եմ իմ տեսանյութերում, դասերում, գրառումներում, այդ բոլոր թեմաների մեջ եղել եմ բարիկադի երկու կողմում էլ։ Բացառությամբ ֆիզիկական բնության ցանկացած դրսևորման ոչ իմ հանդեպ, ոչ էլ բնականաբար ես ուրիշի հանդեպ։ Մի ամաչեք հնարավորություն տալ մարդկանց օգտակար լինելու ձեզ։ Մի ամաչեք սեփական խնդրով կիսվելուց։ Մի ամաչեք մարդկանց տալ առանց սպասումի եւ մի ամաչեք ձեր կատարած աշխատանքի համար ձեր վարձքի աշխատավարձի մասին բարձրաձայնել։ Սա այն է, երբ դու ցույց ես տալիս, որ սովորական մարդ ես։ Երբ չես թաքցնում նորմալ մի երևույթ, որ ինչպես նա, այնպես էլ դու խնդիրներ ունես, նորմալ է։ Դա մարդուց հիասթափվելու առիթ չէ։ Սիրելիներս,
Ես չեմ ամաչում ընկնելուց, որովհետև բարձրանալ գիտեմ։ Տեղում դոփելիս երբեք չես ընկնի, ոչինչ չանողը երբեք չի սխալվի։ Առաջ շարժվողն է ընկնում, ինչ որ բան անողն է սխալվում։ Ես չեմ ամաչում ներողություն խնդրելուց սխալիս համար, որովհետև քննել գիտեմ որտեղ եմ սխալ ու ինչի համար պետք է ներողություն խնդրել։ Որտեղ սխալ եմ, այնտեղ շտկելու բան պետք է որ ունենամ։ Իսկ եթե չես հասկանում ինչը պիտի շտկել, ուրեմն ներողություն խնդրելն իմաստ չունի, որովհետև ամենայն հավանականությամբ այդ սխալը քոնը չէ։ Ես չեմ ամաչում սխալվելուց նաև, որովհետև մարդ եմ, ընդամենը մարդ, ով չի առիթավորվում դրանից, դե որ մարդ եմ լիքը հիմարություններ կարամանեմ։ Ոչ, ինքդ քեզ մարդ ընդունելը հիմարության արդարացում չէ, այլ արժանապատվության բալանս։ Դա այն է, երբ քեզ ոչ ոքից բարձր չես դասում, ցածրել չես դասում, ինչպես քեզ ես տեսնում սխալական, այնպես էլ դիմացինին։ Ու ստացվում է, որ ինքդ քեզ բալանսով գնահատելը օգնում է չդատել նաև դիմացինին իր սխալների համար, որովհետև ինքդ քեզ ճիշտ ես գնահատում, դու էլ ես սխալական։ Մարդը գողություն է անում, մենք նրան անվանում ենք գող ու ասում ենք, որ նա գող է։ Իսկ Աստված զատում է մեղքը մարդուց, ասելով նա գողացել է։ Երբ մենք միացնում ու մեկ ենք դարձնում մեղքը այն գործողի հետ, դրանով մարդուն ծրագրավորում ենք անելու նույն սխալը, միշտ նա հասկանում է, որ գողը ուրիշ ինչ կարող է անել, եթե ոչ գողանալ։ Իսկ ինչ է կատարվում, երբ բաժանում ենք սխալը այն գործողից։ Երբ արարքը դատում ես, իսկ մարդուն օգնում, արդյունքում մարդը հասկանում է, որ ինքը ոչ թե գողն է, այսինքն ինքը այդ սխալը չէ, այլ սխալը գործել է։ Բուն գողություն երևույթի կրողը չէ, այլ գողացել է։ Դե գողացել է, վաղը կարող է եւ չգողանալ։ Այս նույն սկզբունքով մենք մեր սխալներին ենք մոտենում։ Չէ՞ որ մենք ամեն անգամ հայելուն նայելիս չենք ասում ստոր ես, տականք ես, այն օրը ոնց սուտ խոսեցիր, դու ստախոս ես։ Ոչ, մենք մեզ արդարացնում ենք, ասելով ես հո միշտ չեմ ստում կամ հո միշտ չեմ գողանում, այդ անգամ չէի կարող ճշմարտություն ասել կամ պարզապես այդ պահին ստիպված էի գողանալ, բայց ես գող չեմ։ Այս նույն կերպ մոտեցեք մարդկանց սխալներին, զատելով նրանց իրենց գործած սխալներից։ Չեք ուզում շփվել սուտ խոսողների կամ գողություն անողների, բամբասողների հետ։ Մի շփվեք, բայց չշփվել չի նշանակում իրենց ասոցացնել գործած սխալի հետ ու բամբասել, այդպես ընդունել նրանց։ Եկեք մենք մեզ ոչ ոքից բարձր չդասենք, ոչ ոքի էլ մեզանից բարձր չդասենք, ու ամենակարևորը՝ մի ամաչեք, որ սխալվել եք, սիրելիներս։ Ոչ ոք չի ասում ելեք պատեհ ու անպատեհ պատմեք մարդկանց ձեր սխալները։ Ոչ, պատմել չպատմելը կապ չունի, կարևորը չհամաչելն է սխալվելուց։ Փոխարենը ընդունեք ձեր գործած սխալը, որպեսզի շտկելն ու չկրկնելը հեշտ լինի։ Երբ չեք ընդունում, որ սխալվել եք, այդ դեպքում ինչ է շտկեք։ Դրա համար էլ նույն սխալը կրկնում ենք ու ընկնում միևնույն խնդրի մեջ։ Իսկ երբ չենք ամաչում ընդունել մեր սխալը, ժամանակի ընթացքում այն օտարում ենք մեզանից ու սկսում ենք կարծես զզվել այդ սխալից։ Մի ամաչեք, որ թերություններ ունեք։ Ընդամենը գիտակցեք, որ դա դեռ հարց է, ինչն է թերություն, ինչը առավելություն։ Տարիներ առաջ, երբ ես նոր սկսել էի բանաստեղծություններ գրել, ծանոթներիցս ոմանք ասում էին, որ դա տղու արարք չի, դա տղավարի գործ չի։ Այսօր իրենց երեխաները սովորում են ինձ մոտ, անցնում են իմ դասերն ու մասնագիտություն ստանում, աշխատանք գտնում, հացի գումար են վաստակում։ Մի ամաչեք, երբ ձեզ կասեն, որ դուք մի բան սխալ եք անում, թերություն ունեք, քննեք ինչ նկատի ունեն, ինչն են համարում թերություն եւ ում համար է այն թերություն։ Մի ամաչեք նաեւ, որ թուլացել եք ու ընկճվել։ Փոխարենը ընդունեք, որ դուք ռոբոտներ չեք, ամենահզորներն էլ ինչ որ տեղ, ինչ որ ժամանակ թուլացել են, դարձել խոցել։ Մի ամաչեք, որ ամենագետ չեք, երբ մի բան չգիտեք, մի ամաչեք ասել, որ չգիտեք, բայց կսովորեք։ Մի ամաչեք, որ ամենակարող չեք, ամենազորեղ էլ չեք։ Եթե բեռը ծանր է, մի ամաչեք ասել, որ չեք կարող վերցնել։ Ու մի կարծեք, թե ձեր սխալներով են ճանաչելու ձեզ։ Նախ մեզ սխալներով ճանաչողները միշտ էլ կգտնեն սխալներ, որոնցով կշարունակեն մեր մասին խոսել ամեն տեսակ հիմարություններ, որոնք կգան իրենց մտքում։ Խելացի մարդիկ չեն շտապում հիմարություններ խոսել այլոց մասին։ Հիմարություններ խոսելը հիմարների մանդատն է։ Բացի այդ էլ մեզ մեր սխալներով ու թուլություններով չեն ճանաչում, այլ դրանք ընդունելու եւ ոտքի կանգնելու կարողությամբ։ Իսկ ընկած մնացողներին ոչ ոք ոչ հիշում է, ոչ էլ ցանկանում է ճանաչել։ Կհիշեք մի հայտնի հաղթողի, գիտնականի, չեմպիոնի, ով չի ընկել, խնդիրներ չի ունեցել, չի լացել, չի կոտրվել։ Չեք հիշում, թե չկա։ Ամաչեք դիմացինին խաբելուց, միմյանց բամբասելուց, գցելուց ու վատաբանելուց, բայց անկատար մարդ լինելուց երբեք մի ամաչեք։ Մարդ լինելը պատիվ է ու մեծ պաշտոն, որում ոչ բոլորն են կարողանում երկար պաշտոնավարել։ Սխալվելն ու ընկնելը, ներողություն խնդրելն ու բարձրանալը մարդու համար են, ինչպես հաց ուտելն ու շնչելը։ Ուստի մի ամաչեք, որ մարդ եք։ Մարդ լինելն ամոթ չէ, ամաչեք մարդ չլինելուց։